Լեոնիկ Մարկարյանը ինքը երևույթ է եղել, ոչ միայն քաղաքական կյանքում, այլ նաև ազգային պետական կյանքում։ Ինքը մարդ էր, որը լինելով կուսակցության առաջնորդ երբեք կուսակցամոլ չդարձավ։ Դե բոլորին հայտնի է, որ ես 90-ականներին եղել եմ ընդդիմադիր Հայաստանի ունեցող ուսանող, ոնց որ իմ սկզբնական եւ այս փուլը շատ ավելի նման է, քան միջին փուլը, ընդդիմադիր ենք եղել։ Եվ բնականաբար իշխանությունների նկատմամբ չունեի բարյացակամ վերաբերմունք։ 2001 թվականին ընկերներիս հետ գնացինք ապրիլի 27-ին Լեռնահայաստանի օրներ, Գարեգ Տաթևի վան, Գարեգին Նիժդեհի գլխավորությամբ 21 թվականին 1900 հռչակվել էր Լեռնահայաստանի Հանրապետությունը, 2001 թվականին մենք էլ մի շարք պատմաբաններով գնացինք։ Այնտեղ էր նաև պարոն վարչապետը, ես իրան չէի ճանաչում, միայն հեռուստացույցով էի տեսել ու կառավարության անդամները։ Դրանից հետո ինքը որպես հետո եմ էլի արդեն անալիզ անում, որպես նորմալ հայ մարդ, բոլորին հրավիրեց հացի, այնտեղ հա հացի տեղը դե պարզ է։ Մեկը ասում է դու կարևարքան եք, մյուսն ասում է դուք էս եք, մեկը սենց է։ Դե ինձ էլ հերթը հասավ, ես էլ մի երկու բաժակ արդեն թթիարա խմացել ինքը, մի քիչ ավելի անկեղծած է։ Նիժդեհի առաջնորդապաշտության մասին գործում է, դրա մասին խոսեցի։ Մեղմ ասած ինքը քննադատական էր էլի։ Ինքը ինձ ասեց մի հատ, հետո այդ տղա մի հատ ասեք թող գա։ Ես մի անգամից լրջացա էլի, մինչև մոտեցայան, ասի քո ինչին էր պետք էլի։ Հա, քո ինչին էր պետք միստես, էս նորներ, հա, հյուրասիրում են, հյուրասիրել գնալ, քո ինչին էր պետք ելար քննադատեցի։ Ես մի բան ավել կասեմ, մի բան պակաս կասեմ, խոսես չի լինում, չխոսես չի լինում, բացի պատիվ իրեն ինքը հասկացա, որ այդ իմ պահվածքը ոչ թե անդաստիարակության, լկտիության արդյունք է, այլ ազնիվ ըմբոստության։ Ինքը սենց դա հիշում եմ, սենց ձեռը սենց տարավ, այսենց կրտինքս մաքրեց, գրկեց, համբուրեց, ասեց ուզում ես այս երկիրը դզվի, ասի իհարկե։ Ասես պատրաստ ես քո բաժին պատասխանատվությունը վերցնելու, ասի այո։ Ասես դե վաղը քեզ կզանգեն, եթե կուզես նիժդեհական տղա ես կգաս եւ կխոսենք։ Եվ ես տենց արդեն ընդգրկվեցի Նիժդեհյան ուսմունքը, մանավանդ ռազմական մանկավարժության հիմնահարցերը, բանակում գրքույկ գրեցինք, այնուհետև Նիժդեհյան գաղափարախոսությունը ներմուծեցինք դպրոցներ, ասենք իր շնորհիվ ա եղել, ասինքն ինքը մեծ մարդ էր էլի, եւ երկրորդը մի բան էլ ասեմ, ԱՄԿ-ի մասին ֆիլմեր նկարահանվում, ես այն ժամանակ արդեն 2006 թիվը կամ 6 կամ 7 թիվն էր, կամ 6-ի վերջն է կամ 7-ի սկիզբը, հա, ԱՄԿ-ի մասին ֆիլմեր նկարահանվում, ես վարչապետի օգնականն էի, հայտնի հեռուստաընկերություններից մեկն եմ նկարահանում, այս հայտնի պատճառներով չասեմ, էլի չասեք ռեկլամ եք անում բան, հա։ Եվ շատ լավ ստեղծագործական խումբ էր ստեղծվել, դե բայց որպես վարչապետի օգնական, նաև որպես պատմաբան նայում էի սցենարը, գնացինք վերջ անգամ նայեցինք, այնտեղ մի հատ գործիչ կար ԱՄԿ-ական, ինքը հիմա էլ կա, Երկաթային Երեկյանք իրեն, անունը չտան, որը մեղմ ասած շատ խիստ էր քննադատում Անդրանիկ Մարկարյանի կառավարությանը եւ Անդրանիկ Մարկարյանին, եւ ես փորձեցի նախաձեռնություն ցուցաբերել, այդ սցենարից այդ մարդու անունը ջնջեցի։ Ասես պետք չի։ Ասի տենց է պետք, ես իմ վրա ու արդեն բոլորի անունը կար, բացի այդ մարդու անունը էլի չկար։ Իր անունը չէր հիշատակում եւ ուրիշներ տենց էր գնում։ Հետո տարանք արդեն նախավերջ օրնա դե սցենարը պետք է տանենք վարչապետին էլ տանք, որ ինքը նայի, մանավանդ ինքն էլ պետք է հարցազրույց տար։ Ես նայեց, դա բաց դավոյի պես չեմ անելու, էլի, բայց ռազմեջիկ ու ասում է դո ջան, չէ։ Ասես նայեց, ասեց, բայց մարդու անունը ուր է։ Դե ասի պարոն վարչապետ ջան, ասես արո քեզ քննադատում է դրան դնենք ինչ անենք։ Ասես դու պատմաբան չես, ասես հա։ Ասես ուրեմն իմացի։ Պատմությունը երբեք չի կարելի կեղծել։ Կապ չունի որ ինքը իսկ քննադատում է, ինքը ԱՄԿ գլխավոր երևելի դեմքերից մեկն եղել։ Եվ իր ձեռքով այդ մարդու անունը գրեց ու ասեց այդո սա քեզ թող դաս լինի։ Եվ որպես եւ որ քաղաքականության մեջ էլ, պատմագիտության մեջ էլ երբեք քո անձնական ու կուսակցական շահը առաջնային չդարձնես։ Եվ Անդրանիկ Մարկարյանի ստացած գլխավոր դասերից մեկը դա է եղել, որ խմբակային, կուսակցական առաջնորդի շահը չի կարող պետության շահից վեր լինել։ Կուսակցությունը եւ ընդհանրապես միջոց է ազգային պետական հարցեր լուծելու համար։ Ռոմանտիկ կարող է չի հարցից
բայց եթե Անդրանիկ Մարգարյանը լիներ այսօրվա Հայաստանում։ Կամ մեր նման կտառապեր, կամ սիրտը էլի չէր դիմանա, կամ էլ իր անկերների հետ կհամախմբեր եւ Նիկոլին կճանապարհեն։ Երեք տարբերակ։ Պարոն Շարմազանով, նաև Ես նույնը կարող եմ ասել եւ Վազգենի Պահոս Սարգսյան եւ մեր մնացած երևելիների։ Ես զետիներով հարցերին չեմ ուզում պատասխանեմ։ Ներշի որ պակաս քիչ մարդիկ կան, Արցախյան առաջի վարչապետը կա, առաջի նախագահը կա, երկրորդ նախագահը կա, երրորդ նախագահը կա, բայց դժբախտաբար Նիկոլի կառավարությունն էլ կա։ Ներքաղաքական խնդիրներին անդրադառնանք, երեք Հայաստան խմբակցությունը առավոտյան մեկ այլ հարց բարձրաձայնեց։ Բայց մերոնք չեն խոսել դրա մասին։ Ձեր կարծիքն էլ է հետաքրքիր, ինչ եք կարծում այս ամենը։ Մերոնց կարծիքից չի տարբերվում։ Ես կարծում եմ, որ մանավանդ հիմա քանի որ ես հոգևոր թեմաները տրենդի մեջ են, չնայած դրանք իմ համար տրենդ չեն, դրանք ազգային, այսինքն հոգևոր անհրաժեշտություն է, բայց ավետարանում ասում է այոն պետք է այո լի, ոչը ոչ։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները մի անգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ չեն սրանք։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, մամի ջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում այլ որակում տա։ Դրած է, ինչ տարբերություն։ Ոնց որ մի քեզ 5000 դոլար փող պետք կլի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Ու տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ էլի։ Քերոկին չասի։ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի տեսնյակին ուղղված համաձայնագիր հայ եկեղեցու պատմություն առարկայի դասաբանման Ավեհափարի հետ հատուկ կառավարությունը պայմանաբանված հուշագիր ստորագրում։ Ամեն դեպքում առաջին թիրախավորվեց նաև այդ առարկան արդեն հեռացվեց իշխանությունների թեթև ձեռքով վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ինչ փոխվեց այսօր որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետև տեսնում եք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս, բազմակի երկար պետք է պատասխանեք։ Այս տեսախցիկներին էլի նայեք։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները ինձ կնայեն, չէ՞։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը, կանգնում է ինքն է հարցեր տալու։ Սա մեր բոլորի, եւ լրագրողների, եւ քաղաքական գործիչների, եւ ընդդիմության, եւ ազգային բոլորի, եւ հոգեվորական, սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել, այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել, ինչ պետք է անել բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում տես բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստելիք է հարցեր, դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես պետությունը կորցրել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, հերիք արդարանակ։ Հերիք արդարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն ա տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկոլն է, որը կանգնել ասել է, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Համի այդ ասած մարդը եկել իրան իրավունք է վերապահում, հարցեր է տալիս, պահանջներ է տալիս, եթե հենց այդ կառավարության շենքը մաքրին որ մտածյալ բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց, ինքով ա որ եկեղեցուց խոսում է։ Կաս ամանադու, այս ամատը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի կիրակյորը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կարող հաղորդություն ստանա։
Ինչքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանալ, ոչ էլ պատարագների մասնակցի։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Այդ աստիճան օտարացում, բայց սաղմոսները մեջ բերում։ Ցավը տանեմ հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսները մեջ բերում, բայց սաղմոսները թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ ասես ասում է։ Դրանից առաջ էլ հայոյում է հոգի։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա արդյունքն է, որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով։ Որտեւ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արդարանում ենք, մեր կապիրա եկեղեցական ժողովներով կորոշի դու ով ես որ չծից խոթել ես եկեղեցու մեջ։ Ասիկը քու կառավարությունում սաղ չոտք ես արել, հիմա ելույս մեզ եկեղեցի մանես։ Կրկնում եմ Արցախը հանձնող մարդը, 5000 զոհ տված մարդը, Արցախի հայաթափումը Ալիևի հետ կիսու ոչ մի բան չարած մարդը, երբ որ լռել է, երբ որ ասել է ես չեմ խառնվում, երբ որ արդարացել է էթնիկ զտում Արցախի։ Այդ մարդը ինչ իրավունք ունի ինչ-որ մեկին հարցեր տա։ Սա մեր խայտարակ, բարոյական, հոգեբանական, տո մարտական բոլոր վիճակների խայտարակության մասին է խոսում։ Մենք պետք է իրան հարցեր տանք։ Հերիք բոլա, ու բոլորին եմ ասում, հերիք ասես վախխորած պատասխանեք։ Վայ ասես, վայ չասես, վայ կամ մեկ ասում բան ունեք, կամպրամատ ունեք։ Եղբայրին ինչ պետք է անի, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմ դրանից մեծ կամպրամատ։ Կանգնել ասել Արցախը Հայաստանի վերջը մի ասում Արցախն Ադրբեջանա։ Կանգնում ասում դեռ պետք է հասկանանք ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել։ Ինչու 39 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, 59-ին առաջացավ։ Յա։ Այդքան բանը զստի, չէ՞։ Էսի սա հայկի ու բելի կռիվա։ Արթուր Մեջանելը ասում է սա հավիտենական պայքար է։ Հələ կտենանք, հայկն է հաղթալու ոսող բելին, թե հակառակը, ոնց որ են երկի մեջ, թե ահա եւ վերջ կլինի։ Ալաշքուրի բերանով է փակելու բան Շահնազարը, ասում է հայրական։ Հələ դուք ձեր ներքին հարցը լուծեք, լոր հասեք Ալաշքուրին, էլի։ Երկուսը համատեղ են, չէ՞ գործում։ Ասում են բոլոր համընկնումները պատահական են։ Զարա ջան, բերեք մենք միան մեր տաճարը մաքրենք, մեր տաճարը ասելով ես Հայաստանի Հանրապետությունի նկատի ունեմ։ Հետո նորացնենք բանի, էլի։ Բայց մտավախություն չկա, որ Կա։ պետական փոփոխությունների ժամանակ ինքը այնպես կանի, որ եկեղեցին այլևս անջատ չի լինի պետությունից։ Այդ ցավը տանեմ այնպես ոնց պետք է, եթե ժողովուրդը իրան պահի, ժողովրդի նման, ազգի նման ոնց պետք է ան։ Բայց համանդրությունը փոխվում։ Ոնց է փոխում հանրակրվեով չեն փոխելու։ Որ դու չգնաս քվեարկես ոնց է Այս փոխելու։ չեմ գնա, բայց Դե դու չես 7 տարի է Դե եթե պետք է փոխի, ժողովուրդը պետք է ոչ մի բան չար ավարտեմ։ 21 թվականի խափել է։ Հիմա եթե այսքանից հետո, եթե պետք է խափի ուրեմն այս ժողովրդի արժանի չի անկախ պետության, էլ ինչ եք ուզում ասեմ։ Եթե այսքան պետք է խափի ուրեմն դուք չհասկացա 5000 տարվա պետականություն ունեցող մարդիկ ամեն անգամ ասեք խափեք, դա ներողություն է, չեմ ուզում այլ համեմատություն անեմ։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել վերջում ասել բանա։ Եթե դեմդ մինայա դու չէ ականը դրածա, դու չես տենում, քեզ գուշ ասում են որ դե ականա։ Դու համառորեն դնում ես որտե դնում ես այդ ականի վրա, վերջում ում ես ուզում մեղադրես։ Ես էլ ասում եմ 7 տարի է։ Ես Աշոտյան Արմենը ամբողջ հանրապետական կուսակցություն չենք զգուշացրել։ Դե ով ականջ ունի թող լսի, ողաշկ ունի թող տեսնի։ Հետո մի ասեք, վայ, ես միշտ առանց պայքարի չի լինելու։ Առանց պայքարի ամեն ինչ էլ հայ ժողովրդի ձեռքում է։ Այդ դավադրությունն է միավը։ Սա լյուբոյ մարդուց կախված է, լյուբոյ հայ մարդուց, ցանկացած հայ մարդուց է կախված, Հայաստան կլի թե չի լինի։ Եվ Հայաստանը բաժանված է 3 մասի։ Մի մասը դա Նիկոլի վկաներն են, մի մասը, ամենամեծ մասը դա անտարբերներն են, եւ մի մասը ազգային հասարակությունն է։ Նեժդեհյան բառերով ասեմ։ Նեժդեհն ասում է, հասարակությունը 3 մասից է կախված։ Տականքը, ցանկացած հասարակություն, ժողովուրդը եւ ցեղը։ Ցեղը դա ազգային արժեքներովն է, տականքը հասկանալի է, ժողովուրդը չկողմնորոշված։ Երբ որ ցեղն է ավելի ակտիվ լինում, ինչպես 88 թվականին, 90-ականներին, դու ունենում ես 90%-անոց ցեղային հասարակություն, երբ որ տականքն է ակտիվանում, դու պարտվում ես։ Հիմա մենք պետք է մեր մեջ հասկանանք։ Մենք պետք է մեր խնդիրները լուծենք, ժողովուրդ ջան։ Հիմա կանգնենք, լացենք, ասենք, վայ, ժողովուրդ, բանի վրա հարցա, էլ լավ է, ինչ պետք է անի։ Այս մարդը թող նույն ոգևորությամբ թող գեյների մասի խոսի։ Պարզ չի ինչ անում։ Բայց եթե մենք իրեն մեր պայքարով, դուք ձեր հարցերով, հիշում եք մի ժամանակ, որ դու գնում եք ասում, լիստը մեկը ռեփսին հարցեր եք տալի, ոնց է շշկվում։ Բայց ինքը կոմֆորտ զոնայի մեջ է։ Մեր ասածը ո՞րն է որպես ընդդիմություն։ Ասենք ժողովուրդ ջան, չի կարելի մինչև 26 թիվը այս մարդուն թողած կոմֆորտ զոնայի մեջ գնահատության։
կեսիդ բռնելու է, կեսիդ էլ հանձնելու է Բաքվի բանդ։ Էդ եք ուզում։ Հետո կգնաք նույն կամերով իրար հետ կխոսակ, ռազմիրակ կանեք, ով էր ճիշտ, ով էր սխալ։